Այսօր մենք կուսումնասիրենք եվրոպական պատմության ամենահետաքրքիր քիչ հայտնի էջերից մեկը հավատը կենդանի մեռյալների հանդեպ միջնադարում։ Դա մի ժամանակաշրջան էր, որը տեց ավելի քան 1000 տարի, երբ ուրվականները, հայտնությունները, անհանգիստ հոգիները բնակվում էին ոչ միայն ժողովրդական լեգենդներում, այլ եկեղեցական քարոզներում, վանքերի ձեռագրերում, ողջ մայրցամաքի հավաքական երակայության մեջ։ Նախքան տեսանյութը շարունակելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին նմանատիպ այլ վավերագրական պատմությունների համար։ Մահվան հետ մեր վարվելակերպում կա ինչ-որ խորապես մարդկային բան։ Քաղաքակրթության առաջին հիշատակումներից ի վեր մարդիկ փորձել են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, երբ կյանքն ավարտվում է, ուր են գնում հեռացածները, արդյոք նրանք ինչ-որ կերպ կարող են վերադառնալ։ Միջնադարյան Եվրոպայում այս հարցերը սոսկ փիլիսոփայական չէին։ Դրանք առօրյայի մասն էին մոմի լույսի տակ փսփսացող զրույցների, մութ ճանապարհներին ճամփորդների միջ փոխանակվող պատմությունների քարե աբայություններում, վանականների կողմից արտասանվող քարոզների անբաժանելի տարրը։ Այդ մարդկանց համար ողջերի մեռյալների աշխարհների միջ սահմանը խիստ անանցանելի գիծ չէր։ Այն ավելի շուտ նման էր մի ձագոտկեն թաղանթի, որի միջով որոշակի հանգամանքներում հանգուցյալները կարող էին հետ վերադառնալ։ Եվ հենց այս հավատն է, դրա ակունքները, փոխակերպումները, դրսորումները դարերի ընթացքում, որ այս վավերագրական ֆիլմը նպատակ ունի հետազոտել։ Հասկանալու համար, թե ինչպես էին միջնադարյան եվրոպացիները տեսնում ուրվականներին, նախ պետք է հետ գնալ ժամանակի մեջ նկատել, որ մեռյալների հոգիների ողջերի աշխարհ վերադառնալու գաղափարը չի ծնվել միջնադարում։ Հունահռոմեական աշխարհում հայտնությունների մասին պատմությունները համեմատաբար տարածված էին։ Հույները հավատում էին, որ մեռյալների գոյությունը կախված է այն հիշողությունից, որը ողջերը պահպանում էին նրանց մասին։ Հռոմեացիներն ունեին պատմությունների մի ամբողջ ավանդույթ կապված այն հոգիների հետ, որոնք վերադառնում էին երկրային անավարտ գործերի կամ պատշաճ թաղման ծեսերի անհրաժեշտության պատճառով։ Երբ սկսվում է միջնադարյան շրջանը, հավատը ուրվականների հանդեպ արդեն եվրոպական մշակութային հյուսվածքի մաս էր կազմում։ Այն, ինչ փոխվում է, այդ հավատալիքների մեկնաբանման, զդման փոխակերպման ձնե քրիստոնեության հայտնությամբ ամրապնդմամբ։ Քրիստոնեական դարաշրջանի առաջին դարերում եկեղեցու դիրքորոշումը ուրվականների հանդեպ բնորոշվում էր ընդգծված թերահավատությամբ։ Բազմաթիվ մտածողներ եկեղեցական իշխանություններ մերժում էին այն հավանականությունը, որ մեռյալները կարող են հոգոր տեսքով վերադառնալ երկրային հարթություն։ Տերտուղիանոսը Կարթագենի բեղմնավոր աստվածաբանը, ով ապրել է երկրորդ-երրորդ դարերի միջ, այս հարցում ամենախիստ դիրքորոշում ունեցողներից էր։ Իր «Ջունսփու» հոգու մասին աշխատության մեջ նա ընդունում էր ուրվականների մասին հսկայական գրականության գոյությունը, սակայն այդ տեղեկությունները որակում էր որպես խարդախություն հեթանոսական սնահավատության արդյունք։ Տերտուղիանոսի համար բացատրությունը համեմատաբար պարզ էր։ Ցանկացած հայտնություն, որը մարդիկ համարում էին մեռյալի հոգի, իրականում սատանայի գործն էր։ Դերը, ըստ նրա, տիրապետում էին ստիխաբեության ուժին, հենց այդ ուժի միջոցով էին ստեղծում հանգուցյալների նմանակները ողջերին մոլորեցնելու ապականելու համար։ Էնդովրի վհուկի աստվածաշնչյան պատմությունը, ով իբր կանչել էր Սամուել Մարգարեի հոգին Սավուղ թագավորի խնդրանքով, Տերտուղիանոսի կողմից մեկնաբանվում էր ոչ թե որպես իսկական հոգոր հարություն, այլ որպես դերի խարդախություն։ Աստված թույլ չէր տա, փաստարկում էր նա, որ Մարգարեի հոգին կանչվեր դի կողմից։ Օգոստինոս Հիպոնացին եկեղեցու հայրերից թերս ամենաազդեցիկը խորացրեց այս խորհրդածությունը։ Իր գրվածքներում, հատկապես մեռյալների նկատմամբ հոգատարության մասին աշխատության մեջ, նա մերժում էր այն գաղափարը, որ սովորական մեռյալները կարող են վերադառնալ։ Հոգին, մարմնից անջատվելով, իր հետ չի տանում ֆիզիկական նյութ, որը կարող է ընկալվել մարդկային զգայարանների կողմից։ Հանգուցյալների տեսիլքները Օգոստինոսը վերագրում էր այն երույթին, որն ինքն անվանում էր հոգոր տեսողություն։ Այնուամենայնիվ, նույնիսկ նա ընդունում էր բացառություններ։ Նա համաձայն էր, որ հրեշտակներն ու դերը կարող էին ստեղծել մեռյալների կերպարներ, որ սուրբերը կարող էին վերադառնալ Աստծո գործը կատարելու համար։ Բայց կար մի կետ, որը նրան անձնապես անհանգստացնում էր։ Եթե բարեպաշտ մեռյալները կարող էին այցելել ողջերին, ապա ինչու իր սիրելի մայրը Սուրբ Մոնիկան երբեք չէր հայտնվել իրեն։ Այս հարցը ցույց էր տալիս, որ նույնիսկ մեծագույն աստվածաբանների համար ուրվականների թեման գրում էր հուզական մի չափում, որը վեր էր զուտ դավանաբանական փաստարկներից։ Այս անվստահության գեցվածքն ուներ հատուկ դրդապատճառ։ Վաղ քրիստոնեությունը պայքարում էր հեթանոսական սովորույթներից տարբերվելու համար, իսկ այդ սովորույթների մեջ մեռյալների պաշտամունքը կենտրոնական տեղ էր գրավում։ Նորաստեղծ եկեղեցու համար ուրվականների իրականությունն ընդունելը կնշանակեր վավերացնել այն հավատալիքներն ու ծեսերը, որոնք նա փորձում էր արմատախիլ անել։ Սկզբնական դիրքորոշումը հստակ էր՝ մեռյալները չեն վերադառնում, վերադարձողները քողարկված տերն են։ Այնուամենայնիվ, այս դիրքորոշումը դարերի ընթացքում անփոփոխ չմնաց։ Ուրվականների հանդեպ միջնադարյան հավատի պատմությունը, նախ առաջ, աստիճանական փոխակերպման պատմություն է։
Եվ այս փոխակերպման ամենանշանակալի շրջադարձային կետը կապված է մի աստվածաբանական հայեցակարգի հետ, որը խորապես կփոխեր քրիստոնեական աշխարհի հարաբերությունները մերյալների աշխարհի հետ։ Դա Քավարանն էր։ Թե երկնքի դժոխքի միջանկյալ վիճակի գաղափարն ավելի հին արմատներ ուներ։ Հենց 9-րդ դարից սկսած եկեղեցին սկսեց ավելի պաշտոնական կերպով ընդունել մերյալների նոր լիտուրգիան ծիսակարգը։ Այս փոփոխությունը ոչ կտրուկ էր, ոչ էլ միատեսակ, բայց դրա հետանքները խորն էին տական։ Եթե գոյություն ուներ մի վայր, որտեղ հանգուցյալների հոգիները սպասում էին մաքրագործմանը նախքան դրախտ բարձրանալը, ապա լիովին տրամաբանական էր, որ այդ հոգիները կարող էին որոշակի հանգամանքներում կապ հաստատել ողջերի հետ։ Ավելին, եթե ողջերի կողմից մատուցվող աղոթքներն ու պատարագները կարող էին կարճել այդ հոգիների տառապանքը Քավարանում, ապա ուրվականները վերադառնալու կոնկրետ պատճառ ունեին օգնություն խնդրելը։ Այս նոր աստվածաբանական ըմբռնումը ճանապարհ հարթեց ուրվականների մասին պատմությունների իսկական հեղեղի համար ողջ միջնադարյան Եվրոպայում։ Վանքերը դարձան այդ պատմությունների էպիգենտրոնները։ Կրթված վանականները, ովքեր այդ ժամանակաշրջանի գրավոր տեքստերի հիմնական հեղինակներն էին, սկսեցին զարմանալի հաճախականությամբ հավաքել գրանցել հայտնությունների մասին վկայությունները, եւ այդ պատմությունները սոսկ ժամանցի համար չէին։ Դրանք կատարում էին դիդակտիկ, ուսուցողական գործառույթ չուչտենտու, օրինակներ ավանդույթի շրջանակներում կարճ պատմություններ, որոնք օգտագործվում էին քարոզների ժամանակ բարոյական հոգոր ճշմարտությունները լուսաբանելու համար։ Աղոթ խնդրելու համար վերադարձող ուրվականը հավատացյալներին սովորեցնում էր մերյալների հանդեպ բարեպաշտության գթասրտության կարողությունը։ Քավարանի տանջանքների մասին պատմող հոգին զգուշացնում էր ողջերին մեղավոր կյանքի հետանքների մասին։ Այսպիսով, միջնադարյան ուրվականների պատմությունները ծառայում էին որպես մանկավարժական գործիքներ քրիստոնեական հավատի ծառայության մեջ։ Այս համատեքստում մի վանական միաբանություն հիմնարար դեր խաղաց ուրվականների մասին պատմությունների տարածման գործում։ Դրանք ցիստերցիաններն էին։ Հիմնադրվելով 11-րդ դարի վերջում ցիստերցիան միաբանությունը արագորեն ընդլայնվեց հիմնելով հարյուրավոր աբբայություններ գյուղական շրջաններում։ Գյուղական համայնքներին այս մոտիկությունը վանականներին ուղիղ կապի մեջ էր դնում տեղական բանահյուսության հետ, ներառյալ հոգիների հետ հանդիպումների մասին պատմությունները։ Փոխանակ մերժելու այդ պատմությունները, շատ վանականներ դրանք ներառեցին իրենց չուչտենդու ժողովածուների մեջ հարմարեցնելով քրիստոնեական շրջանակներին։ Ցիստերցիան վանական Գեսարիոս Հայստերբախցին 13-րդ դարի սկզբին հեղինակեց ջրուտ թրբուտ հրաշքների երկխոսություն աշխատությունը հրաշալի գերբնական պատմությունների մի ընդարձակ հավաքածու, որտեղ գրանցեց տասնյակ պատմություններ կապված մերյալների հայտնությունների Քավարանի տեսիլքների հետ դառնալով միջնադարի գերբնական պատմությունների ամենաազդեցիկ ժողովածուներից մեկը։ Մուրացկան միաբանությունները, ինչպիսիք էին ֆրանցիսկյանները դոմինիկյանները, նույնպես նպաստեցին ուրվականների մասին պատմությունների տարածմանը։ Այս եղբայրները, ովքեր շրջում էին քաղաքներով ու գյուղերով քարոզելով հասարակ ժողովրդին, մշտապես առնչվում էին անբացատրելի ելույթների մասին պատմությունների հետ։ Հենց այս համատեքստում էր, որ ժողովրդական երակայության մեջ ամրապնդվեց կապը ուրվականների գերեզմանոցների միջ։ Բայց ինչ էին անում ուրվականները միջնադարյան պատմություններում։ Որոնք էին նրանց գործառույթները, նպատակները, գործողությունները։ Միջնադարյան գրականության վերլուծությունը թե աշխարհիկ, թե կրոնական, ցույց է տալիս, որ մերյալների հոգիները այդ պատմություններում զարմանալիորեն բազմազան դերեր էին խաղում։ Ամենատարածված գործառույթը, ինչպես արդեն նշվեց, դիդակտիկն էր։ Ուրվականները հայտնվում էին ողջերին ինչ-որ բան սովորեցնելու համար լիներ դա բարոյական օրինակի, մեղքի հետանքների մասին նախազգուշացման, թե մի խնդրանքի միջոցով, որը բացահայտում էր գթասրտության բարեպաշտության կարողությունը։ Այս իմաստով միջնադարյան ուրվականը հաճախ ավելի շատ տխուր կերպար էր, քան սարսափազդու, ավելի շատ աղերսող, քան սպառնացող։ Դա մեկի հոգին էր, ով կյանքում սխալներ էր գործել հիմա հուսահատորեն փնտրում էր փրկություն ողջերի միջնորդության միջոցով։ Երկրորդ տարածված գործառույթը նախազգուշացումն էր։ Ուրվականները, ովքեր արդեն անցել էին կյանքի մահվան միջ եղած վարագույրը, ըստ այս պատմությունների, տիրապետում էին բացառիկ գիտելիքների այն մասին, թե ինչ է սպասվում մյուս կողմում։ Նրանք վերադառնում էին ողջերին զգուշացնելու անարակ կյանքի վտանգների, անզեղջ մեղավորներին սպասվող տանջանքների իրականության մահվանը պատշաճ պատրաստվելու հրատապության մասին։ Նախազգուշացման այս գործառույթը բացահայտում է միջնադարյան ժամանակակից ուրվականների պատմությունների միջ ամենակտրուկ տարբերություններից մեկը։ Մինչ մեր ժամանակակից սարսափ պատմությունները հիմնականում ստեղծված են զվարճացնելու վախեցնելու համար, հայտնությունների մասին շատ միջնադարյան պատմություններ գրում էին հոգոր մտավոր մի չափում, որը շատ ավելին էր, քան պարզ վախը։ Կար, սակայն, երրորդ գործառույթը, որը միջնադարյան ուրվականների տիեզերքը դարձնում էր զգալիորեն ավելի մութ։ Դա փորձությունն էր։ Որոշ պատմություններում ողջերին հայտնվող հոգիները ոչ թե օգնություն փնտրող տառապյալներ էին, այլ դեր, որոնց նպատակն էր մարդուն դրդել ուրացության, մեղքի հավերժական դատապարտության։
Այս պատմությունները ուղղակիորեն արտացոլում էին եկեղեցու հայրերի հին մտահոգությունը, որ հայտնությունները կարող էին իրականում սատանայի հնարքները լինել։ Եվ հենց այստեղ է ի հայտ գալիս միջնադարյան մարդու գերբնականի հարաբերությունների ամենահետաքրքիր կողմերից մեկը զանազանման, տարբերակման անհրաժեշտությունը։ Երբ մարդը պնդում էր, թե ուրվական է տեսել կամ հայտնություն է ունեցել, հիմնական հարցը սոսկ այն չէր, թե պատմությունը ճիշտ է, թե սուտ։ Հարցն ավելի խորն էր։ Այդ հայտնությունը Աստծոուց էր, թե սատանայից։ Դա օգնություն փնտրող հոգի էր, թե զոհ փնտրող չար ոգի։ Հոգոր զանազանման այս պրակտիկան դարձավ մի տեսակ կարգապահություն եկեղեցական ավանդույթի շրջանակներում։ Հոգորականները մշակեցին մեթոդներ հայտնության ծագումը գնահատելու համար։ Ամենահայտնի փորձություններից մեկը հոգուն աղոթք արտասանել խնդրելն էր։ Եթե նա ի վիճակի էր դա անել, հավանականություն կար, որ դա քրիստոնյա հոգի էր։ Եթե ձախողվում էր, ապա բացահայտվում էր որպես դիվային ոգի։ 1458 թվականին մի թվացյալ բարյացակամ ոգի ենթարկվեց այս փորձությանը, չկարողանալով աղոթքն արտասանել, բացահայտեց իր դիվային բնույթը։ Մեկ այլ դեպքում, որը պատմել է Ժակ դը Վիտրին 13-րդ դարում, մի երիտասարդ կաթոլիկ աղջիկ համարյա թե դարձի էր եկել կատարների հերետիկոսությանը մի հայտնության պատճառով, որը ներկայանում էր որպես նրա հանգուցյալ մոր ուրվականը։ Միայն կաթոլիկ քահանաների միջամտությունից հետո, ովքեր պատարագներ աղոթքներ մատուցեցին, դ քողազերծվեց։ Այս տեսակի հետազոտությունը բացահայտում է մի ուշագրավ բան միջնադարյան մտածողության մասին։ Բնականի գերբնականի միջ սահմանը հստակ գիծ չէր, ինչպես մենք հակված ենք պատկերացնել այսօր։ Գերբնական տերմին ինքնին միջնադարյան շրջանում չէր օգտագործվում այնպես, ինչպես մենք ենք կիրառում։ Այն, ինչ մենք այսօր անվանում ենք գերբնական, միջնադարյան տղամարդու գնոջ համար, պարզապես իրականության մի չափում էր։ Եվ հայտնության ծագման հետաքննությունը զուտ սնահավատ վարժություն չէր։ Դա ռացիոնալ փորձ էր հասկանալու այն ելույթները, որոնք այդ համայնքների ապրած փորձի մասն էին, մի տեսակ միջնադարյան հոգոր փորձաքննություն։ Քննելով միջնադարի ավելի քան 1000 տարվա ընթացքում ուրվականների մասին պատմությունների բազմազանությունը ակնհայտ է դառնում, որ գոյություն չուներ ուրվականի մասին մեկ միասնական պատկերացում։ Միջնադարյան Եվրոպան միակտուր մշակութային միավոր չէր։ Այն ժողովուրդների, լեզուների ավանդույթների մի խճանկար էր։ Ֆրանսիական ուրվականների պատմությունները նույնը չէին, ինչ անգլիականները, որոնք տարբերվում էին սկանդինավյան, իբերական գերմանական պատմություններից։ Յուրաքանչյուր տարածաշրջան բերում էր իր նրբերանգները ազդված ինչպես քրիստոնեական ավանդույթից, այնպես էլ նախաքրիստոնեական հավատալիքներից, որոնք երբեք ամբողջությամբ չէին վերացել։ Թե որոշ գիտնականներ պնդում են, որ դեռ 10-րդ դարում հեթանոսական գրոնները փոխարինվել էին քրիստոնեությամբ, ուրիշները պնդում են, որ այդ հավատալիքներից շատերը գաղտնի գոյատել են գյուղական համայնքներում։ Այս կայունությունը նշանակում էր, որ ուրվականի միջնադարյան ընկալումը շատ դեպքերում հին գրոնի նորի միաձուլում էր։ Հեթանոսական քրիստոնեական ավանդույթների այս միահյուսման ամենախոսուն օրինակներից մեկը վայրի որս Չունկի Ֆայդվոց կոչվող ելույթն է սկանդինավյան ծագում ունեցող բանահյուսական մոտիվ։ Բնօրինակ նորվեգական ավանդույթում դա հոգիների տեսիլքային թափոր էր, որը հաճախ գլխավորում էր Օդինը փոթորկոտ գիշերներին անցնում էր երկնքով։ Դրան ականատես լինելը համարվում էր մահվան գուժկան։ Երբ այն կլանվեց քրիստոնեական մշակույթի կողմից, վայրի որսը վերամեկնաբանվեց որպես քավարանի հոգիների թափոր կամ դիվային դրսորում։ Այս հարմարեցման ամենահայտնի տարբերակը Հերլեկինի որսն է, Չոնկի ջջթչվչփիտ, որը գրանցել է անգլո-նորմանական ժամանակագիր Օրթերիգոս Վիտալիսը 12-րդ դարում։ Փոխակերպվելու հարմարվելու այս ունակությունը, ի դեպ, միջնադարյան ուրվականների պատմությունների ամենաբնորոշ գծերից մեկն է։ Եվ հենց այս կետում քննարկումը տանում է դեպի այդ պատմությունների ամենազարմանալի տարրերից մեկը ուրվականների արտաքինը։ Եթե մեր ժամանակներից որե մեկը կարողանար միջնադարյան մարդուն ցույց տալ ժամանակակից ուրվականի տիպիկ պատկերը օդում սավառնող այդ կիսաթափանցիկ կերպարը, հավանական է, որ միջնադարյան մարդը նրան չճանաչեր։ Միջնադարյան ավանդույթում շատ ուրվականներ եթերային չէին։ Նրանք մարմնական էին, ֆիզիկական, շոշափելի, ավելի նման նրան, ինչ մենք այսօր կանվանենք կենդանի մեռյալներ։ Կային ավելի եթերային հայտնությունների մասին վկայություններ, բայց ֆիզիկական ներկայությամբ ուրվականների ավանդույթը զորեղ էր։ Բացի այդ, հոգիները ցուցադրում էին կերպարանափոխվելու ունակություն վերածվելով կենդանիների, լուսային գնդերի կամ անց կերպարների։ Այս ունակությունը, թե արկա է ժամանակակից ֆանտաստիկ գրականության մեջ, հազվադեպ է կապվում ուրվականների հետ մեր ժամանակակից մշակույթում։ Հասկանալու համար, թե ինչպես էր այս ամենը դրսորվում գործնականում, արժե ուսումնասիրել միջնադարյան շրջանի ուրվականների պատմությունների ամենաարտասովոր հավաքածուներից մեկը Անգլիայի Յորքշիր նահանգի Բայլենդ աբբայության անանուն վանականի կողմից գրանցված հեքիաթները։ Բայլենդը Բրիտանիայի խոշորագույն ցիստերցյան աբբայություններից մեկն էր, որը հիմնադրվել էր 1135 թվականին 1147-ին միացել ցիստերցյան միաբանությանը։
14-րդ դարի վերջում աբբայությունը նկարագրվում էր որպես հյուսիսային Անգլիայի 3 փայլուն լույսերից մեկը։ Հենց այս վանական միջավայրում ընկղմված Յորքշիրի ավանդույթների բանահյուսության մեջ մի վանական, ում անունը երբեք չի գրանցվել, կայացրեց մի որոշում, որը դարեր անց անգնահատելի արժեք կունենար միջնադարյան մտածողությունը հասկանալու համար։ 12-13-րդ դարերի մեջ ստեղծված մի ձեռագրի դատարկ էջերում, որը հիմնականում պարունակում էր ի պատժենները Կիկերոնի տրակտատները, այս վանականը 15-րդ դարի սկզբին գրեց 12 ուրվականների պատմությունների մի շարք։ Ձեռագիրն այսօր գտնվում է Լոնդոնի բրիտանական գրադարանում, BTUTF-15 կատալոգի տակ։ Այս պատմությունները գործնականում անհայտ մնացին մինչ 1922 թվականը, երբ հնագետ սարսափ պատմությունների հայտնի հեղինակ Մըր Ջեյմսը տրանսկրիպցիայի ենթարկեց հրատարակեց դրանք չ.ց.ց. ում ներկայացնելով ժամանակակից հանրության ուշադրությանը։ Բայլենդի պատմությունները ուշագրավ են մի քանի պատճառներով։ Նախ դրանք տեղայնացված են հյուսիսային Յորքշիրի գյուղերում հովիտներում, նկարագրելով իրական մարդկանց ճանաչելի անուններով 15-րդ դարի սկզբի անգլիական գյուղական կյանքի առօրյա իրավիճակներով։ Թե գրված են լատիներենով եկեղեցու լեզվով, պատմությունները հստակորեն արտացոլում են տարածաշրջանում շրջանառվող բանավոր ավանդույթը պատմություններ, որոնք վանականը հավանաբար լսել էր տեղի բնակիչներից իր իսկ տարեց միաբանագիցներից։ Այս պատմությունների ուրվականները չար ուժեր չեն, որոնք ձգտում են կործանել մարդկությունը, ինչպես ժամանակակից սարսափ ֆիլմերում։ Նրանք հիմնականում համայնքի սովորական մարդիկ են, ովքեր մահացել են առանց իրենց մեղքերը խոստովանելու, առանց անարդարությունները շտկելու կամ առանց բարի մահվանը պատշաճ պատրաստվելու։ Նրանք հոգիներ են, որոնք չեն կարողանում խաղաղություն գտնել, վերադառնում են գերեզմաններից ողջերից օգնություն խնդրելու։ Այս հոգիներին տանջող մեղքերը հիմնականում զարմանալիորեն երկրային են։ Պատմություններից մեկում ուրվականին հետապնդում են ընդամենը 6 պենսի պատճառով։ Մեկ ուրիշում Նյուբուրգի վանահայրության կանոնիգոսի հոգին տանջանքներ է գրում արծաթե գդալներ գողանալու համար։ Երրորդ պատմության մեջ մի գյուղական բանվոր պատժվում է իր տիրոջ եզներին չափից շատ եգիպտացորենով կերակրելու հողը չափից ավելի մագերեսային վարելու համար։ Այս պատմությունները բացահայտում են մի աշխարհայացք, որտեղ նույնիսկ փոքր բարոյական թերացումներն ունեն հետանքներ, որոնք տարածվում են մահից անդին մի հեռանկար, որը պետք է հզոր ազդեցություն ունենար հավատացյալների վրա, ովքեր լսում էին այս պատմությունները քարոզների ժամանակ։ Բայց հենց ուրվականների ֆիզիկական նկարագրության նրանց հայտնությունների մեխանիզմի մեջ է, որ Բայլենդի պատմությունները դառնում են իսկապես արտասովոր ժամանակակից չափանիշներով։ Օրինակ պատմություններից մեկում ուրվականը չի խոսում ձայնալարերի միջոցով, ինչպես կաներ ողջ մարդը։ Փոխարենը ձայնը բխում է նրա ընթերքից, որը դատարկ է ծառայում է որպես ռեզոնանսային խցիկ։ Մեկ այլ պատմության մեջ մի կին իր ուսերին ուրվական է տանում։ Տեսարանի ականատեսները նկատում են, որ գնոջ ձեռքերը խորը խրվում են հոգու մսի մեջ, ասես այդ միսը փտած քայքայված լինի։ Այս նկարագրությունները հաստատում են այն միտքը, որ շատ միջնադարյան ուրվականներ ունեին անհանգստացնող կոնկրետ ֆիզիկական ներկայություն շատ հեռու այն եթերային անշոշափելի պատկերից, որը մենք այսօր ասոցացնում ենք ուրվականների հետ։ 12 պատմությունների մեջ կա մի հատկապես հետաքրքիր դրվագ, որն արժանի է հատուկ ուշադրության։ Դա մի ճամփորդի պատմությունն է, ով գյուղական ճանապարհով քայլելիս հանդիպում է ձյու ուրվականային հայտնության։ Տեսիլքային կենդանին իրեն չի պահում սովորական ձյու պես։ Նա կանգնում է հետի ոտքերի վրա արջի ոտքերը սպառնալից բարձրացնելով օդ։ Ճամփորդը, վախեցած, փորձում է քշել Արարածին կանչելով Հիսուս Քրիստոսի անունը, ինչպես թելադրում էին ժամանակի ուսմունքները։ Ուրվական ձին այնուհետ սկսում է հետել նրան որոշակի պահի վերածվում է լուսային գնդի հստակորեն ցուցադրելով կերպարանափոխության այն ունակությունը, որն այդքան շատ միջնադարյան պատմություններ վերագրում էին հոգիներին։ Այս պատմությունը լուսաբանում է ոչ միայն հավատը ուրվականների մարմնականության հանդեպ, այլ այն համոզմունքը, որ աստվածային անվան կանչը ողջերի հիմնական գործիքն էր գերբնական ուժերի դեմ։ Հավաքածուի մեկ այլ ուշագրավ պատմություն վերաբերում է Ջեյմս Թանքերլին Քիրբի ծխի նախկին ռեկտորին, ում հոգին գիշերները թափառում էր իր հին ծխական համայնքում։ Այս լուրերից անհանգստացած վանականները հանում են Թանքերլի դագաղը ստիպում մի տեղացի մարդու այն տեղափոխել մինչ Գորմայր լիճը ջուրը նետելու համար։ Երբ սայլը քաշող եզները մոտենում են լճին, այնքան են սարսափում, որ քիչ է մնում խեղդվեն։ Այս պատմությունը գրանցած վանականը այն ավարտել է աղոթքով խնդրելով, որ իրեն վտանգի չենթարկեն նման բաներ գրելու համար, քանի որ ինքը գրել է միայն այն, ինչ լսել է իր մեծերից։ Այս աղոթքը բացահայտում է այն լարվածությունը, որը գոյություն ուներ հենց վանականի մտքում այդ պատմությունները գրանցելու պարտականության այն վախի մեջ, որ գրելու փաստը կարող էր չար ուժեր ներգրավել։ Բայլենդի պատմությունները շատ ավելի լայն ավանդույթի մաս են կազմում։ Գիտնականները նմանություններ են գտել այս պատմություններից որոշների սկանդինավյան բանահյուսության մեջ առկա ռենանտների, իրենց գերեզմաններից ֆիզիկապես վերադարձող մերյալների միջ։ Ջեյմսը նկատել է, որ որոշ պատմություններ ունեին դանիական ժողովրդական հեքիաթների արձագանքներ,
որոնք հավաքել էր Էվալդ Թանկ Քրիստենսենը։ Այս կապը զարմանալի չէ հաշվի առնելով, որ Յորքշիրը վիկինգների դարաշրջանում խորապես ազդվել էր նորվեգական մշակույթից։ Բայց սխալ կլիներ կարծել, թե միջնադարյան ուրվականների բոլոր պատմություններն ունեին բացառապես դիդակտիկ գործառույթ, թե շատերը ստեղծվել էին քարոզներում որպես չուչտնդու ծառայելու համար, կային նա պատմություններ, որոնց հիմնական նպատակը պարզապես վախեցնելն էր։ Բայլենտի վանականը թվում էր ավելի շատ շահագրգռված գրանցել հայտնությունների մակաբր, մահազդու ֆանտաստիկ մանրամասները, քան բարոյական եզրակացություններ անել։ Այս իմաստով ժողովրդական լեգենդի այս բեգորները նմանություն ունեն ուրվականների պատմության ժամանակակից ընկալման հետ որպես ժամանցային պատմվածք։ Դիդակտիկի սարսափազդուի միջ այս երկագիությունը միջնադարյան ուրվականների պատմությունների ամենահետաքրքիր լարվածություններից մեկն է։ Ընդլայնելով հայացքը Անգլիայից Բայլենդից այն կողմ կարելի է գտնել ուրվականների մասին պատմությունների էլ ավելի հարուստ համայնապատկեր։ Արթուրյան գրական ավանդույթում մերյալների հոգիները կարևոր դերեր են խաղում։ 14-րդ դարի Բաթեչ Մուտբիբ Թեին Օբաթեչ տեքստում Թագուհի Գվինրայի մայրը հայտնվում է որպես ուրվական որսի ժամանակ ներկայանալով որպես փտած կորտերով ու օձերով ծածկված կերպար մի պատկեր, որը ծառայում էր որպես նախազգուշացում սնապարծության վտանգների մասին։ Գերմանական ավանդույթում Հենրի Բուշմանը, ով մահացել էր 40 տարի առաջ, 1436 թվականին հայտնվեց իր թորանը սկզբում շան տեսքով, իսկ հետո բացահայտելով մանրամասներ Քավարանում իր գոյության մասին։ Եվրոպայի տարբեր անկյուններից եկած այս պատմությունները կիսում են ընդհանուր տարրեր, որոնք բացահայտում են համամարտկային մտահոգություններ առանց փրկության մահվան վախը, հոգու ճակատագրի հանդեպ տագնապը անորոշություններով լի աշխարհում հաստատունության որոնումը։ Բայց դրանք նա ցուցադրում են ուշագրավ տարածաշրջանային բազմազանություն ձևավորված տեղական ավանդույթների քրիստոնեության ու նախաքրիստոնեական հավատալիքների փոխազդեցության աստիճանով։ Դարերի ընթացքում հավատը ուրվականների հանդեպ միջնադարյան Եվրոպայում գրել է զգալի փոխակերպումներ։ Այն, ինչ սկսվել էր որպես թերահավատություն եկեղեցական իշխանությունների կողմից, աստիճանաբար վերածվեց զգուշավոր ընդունման միջնորդավորված Քավարանի աստվածաբանությամբ հոգոր զանազանման պրակտիկայով։ Այս ընդունումն իր հերթին սնեց հայտնությունների մասին պատմությունների ավելի ու ավելի առատ արտադրությունը, որոնք տարածվեցին վանքերում, եկեղեցիներում, արքունիքներում, գյուղական համայնքներում, ողջ մայրցամաքում։ Միջնադարի վերջում հավատը ուրվականների հանդեպ ամուր արմատավորված էր եվրոպական մշակույթում, հող նախապատրաստելով վերածննդի ժամանակակից գրականության մեջ դրանց ներկայության համար։ Միջնադարյան ժամանակակից ուրվականի միջ ամենախորհրդանշական կամուրջը դանիացի թագավորի հայտնությունն է արմտյան գրականության ամենահայտնի ողբերգության մեջ։ Երբ հանգուցյալ միապետի հոգին հայտնվում է ամրոցի պատերի վրա բացահայտելու իր մահվան մասին ճշմարտությունը վրեժ պահանջելու, նա մարմնավորում է այն տարրերը, որոնք բնորոշում էին ուրվականին միջնադարյան ավանդույթում երկրային անավարտ գործի պատճառով վերադարձը, հաղորդակցությունը ողջերի հետ նրա իրական բնույթի երկիմաստությունը։ Այս տեսարանը շատ առումներով դարեր առաջ ցիստերցյան վանականների պատմած պատմությունների ուղղակի ժառանգն է։ Միջնադարյան Եվրոպայում կենդանի մերյալների հետազոտությունը բացահայտում է մի բան, որը վեր է պատմական շրջանից։ Այն ցույց է տալիս, որ մարդկության հարաբերությունները մահվան դրանից անդին գոյության հնարավորության հետ մի հաստատուն մեծություն են, որն անցնում է մշակույթների դարաշրջանների միջով։ Միջնադարյան ուրվականները իրենց մարմնական ձևով, իրենց կերպարանափոխություններով, աղոթքների խնդրանքներով, անդրշիրիմյան նախազգուշացումներով կարող են տարբեր թվալ մեր ֆիլմերը, վեպերը բնագեցնող հոգիներից։ Բայց այդ տարբերությունների տակ կա խորը շարունակականություն։ Թե Յորքշիրի գյուղացին, ով Բայլենտի վանականին պատմում էր հոգու հետ իր հանդիպման մասին, թե ժամանակակից հանդիսատեսը, ով սարսափ ֆիլմ է դիտում, կիսում են մի էական բան այն ընկալումը, որ մահը պարտադիր չէ, որ վերջը լինի, որ մերյալները ինչ-որ կերպ մնում են մեր մեջ։ Այս ընկալումը միաժամանակ սփոփիչ սարսափազդու այն ամենատական թելն է, որը կապում է մեր աշխարհը նրանց աշխարհին, ովքեր ապրել են դարեր առաջ մի ժամանակներում, երբ աբայությունները քարից էին, գիշերները մութ, իսկ մերյալները կարող էին քայլել ողջերի մեջ։ Եթե դարերի միջով այս ճանապարհորդությունը ձեր մեջ ինչ-որ բան արթնացրեց, եթե այս ընթացքում որե պահի դուք զգացիք այն սարսուրը, որն ունենում է անցյալի առեղծվածների վրա հագվող մարդը, ապա թերս միջնադարյան հոգիներս մեկ անգամ կատարեցին ողջերին հասնելու իրենց հին առաքելությունը։ Բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի մենք կարողանանք շարունակել ձեզ մատուցել այս պատմությունները, որոնք դարերի լռությունից փրկում են մեզնից առաջ եկածների ձայները։ Թողեք ձեր մեկնաբանությունը պատմելով, թե այս պատմության որ կողմն ամենաշատը գրավեց ձեր ուշադրությունը, հավանեք տեսանյութը կիսվեք նրանց հետ, ովքեր ձեզ պես հավատում են, որ անցյալը դեռ շատ բան ունի մեզ սովորեցնելու։ Ի վերջո, ինչպես գիտեին Բայլենտի վանականները, կան պատմություններ, որոնք պետք է պատմվեն, որպեսզի ընդմիշտ չկորչեն։